մեր ամենակարող Տիրոջը։ Հալելույա։ Կարող եք նստել, Տեր օրհնի ձեզ շատ։ Իրականում այսօր մենք տոնում ենք զատիկը։ Եվ նախ եւ առաջ բառը, զատիկ բառը, ուզում եմ հիշենք, թե որտեղից է եկել, որովհետև քրիստոնեության մեջ մարդիկ խոսում են զատիկի մասին, ընդհանրապես ազգը խոսում է զատիկի մասին, բայց չի հասկանում զատիկի իմաստը, չի հասկանում այն ամեն ինչ, որ կատարվել է մեզ համար։ Եվ գիտեք, զատիկ դա եբրայերեն բառից է, որը նշանակում է Փեսախ, եւ թարգմանվել է զատիկ, զատում բառից, բառը, որ նշանակում է անցկեցավ։ Ու մենք տեսնում ենք դա գրված է հին ուխտի մեջ, հին կտակարանի մեջ ելից գրքում, որտեղ որ Աստված Եգիպտոսից իր ժողովրդին պետքա դուրս աներ։ Երբ որ պետքա դուրս աներ, տեսնում ենք փարավոնի սիրտը խստանում է, եւ ընդհանրապես մենք հասկանում ենք, որ փարավոնը խորհրդապատկերում է, խորհրդանշում է սատանային։ Եվ Աստված ուզում է, որ իր ժողովրդին ազատի սատանայի իշխանությունից, սատանայի ազդեցությունից։ Եվ քանի որ փարավոնի սիրտը խստացած էր եւ այլն, մենք տեսնում ենք, որ զարկեց, Եգիպտոսը զարկվում է, 10 հարվածներ եւ վերջի հարված այն զատկի միջոցով Աստված իր ժողովրդին պատվիրում է ու ասում է ամեն մեկը թող վերցնի մի գառ պահի իր տան մեջ։ Այնուհետև այս ինչ օրը, զատկի օրը պետքա մորթվի եւ արյունը պետքա քսվի դրանդիներին եւ սեմերին, հա? Այսինքն դբազի հա մեր բառերով ասեմ կարկասը։ Որ գիտեք ու հետարքիրը նրանում է, որ որտեղ արյուն պետքա լիներ քսված, մահվան հրեշտակը իշխանություն չուներ մոտենալու այդ տանը։ Եվ գիտեք, մահվան հրեշտակը անցկեցավ գիշերը։ Մահվան հրեշտակը անցկեցավ եւ որտեղ որ արյուն կար, իշխանություն չուներ մոտենալու։ Բայց որտեղ արյունը չկար քսված, նա զարկեց ու անդրանիկներին սպանեց։ Անդրանիկները թե մարդկության մեջ, անդրանիկները թե կենդանիների մեջ, բոլոր անդրանիկները զարկվեցին։ Մահվան հրեշտակը զարկեց։ Բայց մենք տեսնում ենք, որ մահը անցկեցավ եւ չկարողացավ մոտենա Աստծո ժողովրդին, արյանը չկարողացավ մոտենա։ Եվ մենք տեսնում ենք, որ նոր կտակարանում Քրիստոսն ինչպես գառ մորթվեց, Քրիստոսը ինչպես գառ զոհեց իր կյանքը, մենք տեսնում ենք Հովհաննես Մկրտիչը, երբ որ տեսնում է Հիսուսին, ասում է ահա Աստծո գառը, որ վեր առնում աշխարհի մեղքը։ Ահա Աստծո գառը։ Եվ այդ գառը մորթվեց մեզ համար։ Այդ գառը զոհասեղանին դրվեց, որն էր խաչը։ Այդ գառը մահացավ, այդ գառը մեզ համար զոհվեց եւ այդ արյունը քսվեց այսօր մեր կյանքերի վրա։ Եվ մահը անցկեցավ, զատիկը եղավ, հա, անցկեցավ։ Եվ մեր վրա իշխանություն չունի, որովհետեւ Հիսուսի արյունը ազատեց մեզ մահվան իշխանությունից։ Ամեն, փառք Տիրոջը։ Ինչ կատարվեց Քրիստոսի հարությունով։ Ես ուզում եմ մի քիչ մենք տեսնենք։ Նախ եւ առաջ մենք փրկվեցինք մահից դեպի կյանք։ Քրիստոսը հարություն առավ եւ հաղթեց մահը։ Նայեք Կորինթացիների թղթի մեջ 5-րդ գլուխ առաջի Կորինթացիներ եւ 7-8-րդ խոսքում գրված է. Դեն գցեք հին խմորը, որ նոր զանգված լինեք, ինչպես որ անխմոր եք, որովհետև մեր զատիկը մորթվեց մեզ համար Քրիստոսը։ Ուստի տոն կատարենք ոչ թե հին խմորով, ոչ էլ չարության եւ անզգամության խմորով, այլ մաքրության եւ ճշմարտության չխմորվածով։ Ինչ ասում Պողոս առաքյալը այստեղ, դեն գցենք հին խմորը խոսում է մինչև արյունը, որ կար մեր կյանքի մեջ, որտեղ մինչև Քրիստոսի արյունը մենք մեր մեղքերի մեջ էինք, մինչև Քրիստոսի մահանալը մենք մեղքերի մեջ էինք եւ մենք չունեինք, չէ, փրկություն, եւ այդ հին խմորը մեր կյանքի մեջ, դա մեղավոր էությունն է եւ Քրիստոսի մահով եւ հարությունով
պարտվեց մահը մեր կյանքի մեջ եւ նա հաղթեց մահը ու մեզ կյանք շնորհեց եւ մենք էլ դեն գցենք այն հին խմորը, որ մեր կյանքում կար, որը մինչեւ Քրիստոսն էր, մեղավորեությունը, որ նոր զանգված լինենք, որովհետև պատճառ ունենք, ինչի դեն գցենք հին խմորը։ Պատճառը Քրիստոսն է, որ մեզ համար մորթվեց, մեզ համար զատիկ եղավ։ Ամեն։ Դրա համար մահը պարտվեց, Քրիստոսի հարությունով մենք ունենք կյանք եւ մահվան իշխանությունը պարտված է մեր կյանքում։ Մենք տեսնում ենք, որ թշնամին Քրիստոսի հարությունով պարտվեց եւ կործանվեց թշնամու զորությունը։ Կողոսացիների երկրորդ գլխի մեջ Պողոս առաքյալը Կողոսացիներին ուղված նամակին երկրորդ գլուխ 14-րդ խոսքից ասում է հետեւյալ խոսքերը. եւ ջնջեց այն մեզ հակառակ ձեռագիրը։ Ուրեմն նախ եւ առաջ մենք գիտակցում ենք, որ մեզ համար հակառակ ձեռագիր կար։ Հակառակ, ոնց որ ասած, նպատակ, հակառակ սցենար, հակառակ պլաններ, հակառակ նախագծումներ, մեր կյանքի համար հակառակներ։ Եվ այդ հակառակի անունն էր մահ, այդ հակառակի անունն էր պարտություն, այդ հակառակը սատանան էր։ Ամեն, որ մեր կյանքում գործում էր։ Բայց Հիսուս Քրիստոսի մահով ու հարությունով ջնջվեց այդ հակառակ ձեռագիրը, որ գրված էր իմ ու քո կյանքի համար։ Ջնջեց մեզ համար հակառակ ձեռագիրը հրամաններով, որը մեզ հակառակ էր, եւ նրան վեր առավ մեջտեղիցը եւ խաչափայտի վրա բևեռեց։ Այսինքն սատանայի պարտությունը կատարվեց խաչի վրա։ Գիտեք, միայն մահը Քրիստոսի դա չէր բերի հաղթություն։ Քրիստոսի մահը եւ հարությունը միասին է մեր կյանքում հաղթություն բերում։ Որովհետև Հիսուսը մահացավ եւ հարություն առավ մեզ կյանք շնորհելով։ Նա մահացավ եւ մեզ հակառակ ձեռագիրը բևեռեց խաչի վրա, կործանեց սատանայի խորհուրդները, սատանայի հակառակ նպատակներն ու ծրագրերը, որ կար մեր կյանքի համար։ Եվ նրա ծրագրերն էր մահը, նրա ծրագրերն էր կործանումը, նրա ծրագրերն էր անկում բերելը եւ ամեն ինչ որ խավարից էր, դա էր նրա ծրագրերը։ Ու դա իրականացնում էր մարդկության մեջ, մարդկության կյանքի համար, որովհետև չկա ուրիշ փրկություն բացի Քրիստոսից։ Քրիստոսն է միակ ճանապարհը, որ բերում է սատանայի պարտությունը իմ ու քո կյանքի մեջ։ Քրիստոսն է, որ հաղթեց մահը եւ Քրիստոսի կյանքն է գալիս մեր մեջ, երբ որ մենք հավատքով ընդունում ենք Քրիստոսին։ Ուրեմն վեր առավ մեջտեղից եւ խաչապայտի վրա բևեռեց իշխանություններին։ Նայեք, սա խոսում է հոգևոր իշխանություններին, խոսում է սատանայի իշխանության մասին։ Իշխանություններին, պետություններին մերկացնելով հայտնապես խայտարակեց եւ նրանց խայտարակեց իրենում։ Ուրեմն եւ իրեն հաղթանակեց իրենում։ Հիսուսը հաղթեց սատանային, հաղթեց ամբողջ նրա թագավորությանը, ամբողջ խավարի իշխանությանը եւ մեզ դրեց իր հաղթանակի մեջ։ Ուրեմն մենք Քրիստոսի հարությունով մահից փոխվում ենք դեպի կյանք։ Քրիստոսի հարությունով սատանայի իշխանության պարտությունն է կատարվում մեր կյանքի մեջ եւ մենք տոնում ենք նրա հարության զորությունն ու նրա հաղթությունը մեր կյանքի մեջ, որովհետեւ պարտված է թշնամու զորությունը մեր կյանքում։ Ամեն։ Մենք նույնպես տեսնում ենք եւ մենք նույնը կարող ենք համեմատել այն ինչ որ կատարվեց Իսրայել ժողովրդի հին ուխտի մեջ։ Նրանք գերությունից դուրս եկան, մահվան խորհրդից դուրս եկան, Եգիպտոսը, որը մահն էր խորհրդապատկերում։ Նրանք դուրս եկան Եգիպտոսի փարավոնի իշխանության, ստրկության իշխանությունից եւ ազատեց Աստված իրենց զատիկի միջոցով։ Ամեն։ Եվ այս ամենը նույնպես Քրիստոսով մենք ունենք մեր կյանքի մեջ։ Ինչ կատարվեց նույնպես, մենք տեսնում ենք, որ աղքատությունը, մահը պարտվեց Քրիստոսի մեջ։ Գիտեք, երբ որ մենք նայում ենք, բացենք երկրորդ Կորինթացիների 8-րդ գլուխ եւ 9-րդ խոսքը մենք կտեսնենք այս խոսքերը։ 8:9, երկրորդ Կորինթացիներ 8:9, որովհետև գիտենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացավ նա, որ հարուստ էր, որ դուք նրա աղքատությունով հարստանաք։ Ինչ ենք տեսնում, աղքատության անեծքը պարտվեց խաչի վրա։ Նույնպես մենք տեսնում ենք հին ուխտի մեջ, նրանք հարուստ դուրս եկան Եգիպտոսից։ Գիտեք, նրանք Եգիպտոսում ստրուկ էին, չունեին ոչինչ, ստրուկ ինչ ունի, ոչինչ։ Բայց երբ որ նրանք դուրս եկան, գրված է, թալանեցին Եգիպտոսը
Եգիպտոսի ամբողջ հարստությունը իրանց հետ դուրս եկավ։ Գիտեք, ես չեմ ասում, որ մենք պարտադիր պետք է միլիոնատերեր լինենք։ Ոչ։ Բայց ես ուզում եմ ասել, որ քո կյանքում հացի կարիք, քո կյանքում նյութական կարիք դու հաղթող ես, որտեղ Քրիստոսը քեզ համար հաղթեց խաչի վրա, որտեղ Քրիստոսը աղքատացավ խաչին, որ դու նրա աղքատությունով հարուստ լինես։ Եվ նա մեր աղբյուրն է, նա մեր մատակարարն է, նա մեր օրհնության աղբյուրն է, թե հոգևոր, թե ֆիզիկական, թե նյութական։ Ամեն, որտեղ գրված է, նա հարուստ էր, աղքատացավ խաչին։ Պատճառը ես եւ դու ենք, որ մենք նրա աղքատությունով հարուստ լինենք։ Ամեն։ Տեսնում ենք նույնպես Առաջի Պետրոս 2:24-ում Քրիստոսի հարությունով, մահով ու հարությունով մենք բժշկվեցինք։ Երկրորդ գլուխ 24-րդ խոսքում գրված է. որ ինքը մեր մեղքերն իր մարմնում խաչապայտի վրա բարձրացրեց, որ մեղքից հեռանալով արդարության համար ապրենք, որ նրա խոցերովը բժշկվեցինք։ Նրա խոցերով բժշկվեցինք։ Նախ նա մահացավ, մեղքից մեզ ազատեց, որ ապրենք արդարության համար։ Եվ հետո ասում է, նրա խոցերով ես եւ դու բժշկվեցինք։ Հիսուս Քրիստոսի մեջ ամեն նրան հավատացող ունի բժշկություն։ Նրա վերքերը բժշկել է ինձ ու քեզ։ Գիտեք, Հիսուսի համար անհնարին ոչինչ չկա։ Նա արդեն գինը խաչի վրա վճարել է։ Քո մեղքի գինը, հիվանդության գինը, մահվան գինը վճարված է, որ ես եւ դու ունենանք փրկություն, բժշկություն, ազատագրում, այսինքն կատարվեց մեզ համար, կատարվեց, որ ես եւ դու ունենանք այն, ինչ որ ինքը մեզ համար արեց։ Ուրեմն մենք նրա վերքերով բժշկվեցինք, ոչ թե բժշկվելու ենք, արդեն 2000 տարի առաջ Քրիստոսը գինը վճարել է, նա բժշկել է ինձ ու քեզ։ Գինը վճարված է, հարցը էս է, մոտենանք Քրիստոսին, ընդունենք մեր կյանքի մեջ։ Ամեն, ընդունենք այն, ինչ որ մեզ համար կատարել է Հիսուս Քրիստոսը։ Նույնպես մենք ինչ ունենք։ Մենք տեսնում ենք, որ վերականգնվեց Աստծո հետ մեր հանդիպումը Քրիստոսի հարությունով, որովհետև մեղքը բաժանել էր մեզ։ Մեղքը մի մեծ անդունդ էր, որը հեռացրել էր մեզ Աստծուց, եւ հարաբերություն չկար Աստծո հետ։ Աստծո հետ մեղքի պատճառով հարաբերությունը խաթարված էր, բայց մենք տեսնում ենք մի շատ կարևոր բան, որ Քրիստոսը մահացավ, մեղքի հարցը լուծելով վերականգնեց հարաբերությունը։ Վերականգնեց հարաբերությունը իր հետ։ Եվ այսօր ես եւ դու ամեն մեկս նրա մահի, արյան եւ նրա հարության միջոցով կարող ենք ընդունել հավատքով եւ ունենալ հաշտություն Տիրոջ հետ, հաշտություն եւ մտերմություն, հարաբերություն։ Եվ մենք տեսնում ենք Հովհաննես Ավետարանում առաջի գլխում ասում է, բայց որոնք որ նրան ընդունեցին 12-րդ խոսքում է, Աստված նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Ովքեր որ հավատացին Քրիստոսին, ընդունեցին Քրիստոսին, Աստված նրան տվեց իշխանություն կոչվելու Աստծո զավակ։ Աստծո զավակներ ենք ես եւ դու, հավատալով նրան։ Ամեն։ Իսկ ամեն մի զավակ ինքը ունի հարաբերություն իր երկնային, իր հոր հետ, իր ծնողի հետ։ Ամեն։ Ամեն մի զավակ նա ունի հարաբերություն։ Այնպես որ եկեք նույնպես նայենք Կողոսացի առաջի գլուխ, ես այդ տեղը կարդացի, հա, 12-ից։ Չէ, առաջի գլուխ եկեք բացենք Կողոսացիների թղթի 12-ից 14-րդ խոսքը։ Եվ գոհություն տանք Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սուրբերի վիճակում լույսում, որ փրկեց մեզ խավարի իշխանությունից, փոխադրեց մեր իր սիրելի որդու արքայության մեջ, որի ձեռով ունենք փրկություն, նրա արյունով մեղքերի թողություն։ Փոխադրեց մեզ իր արքայության մեջ։ Մի ժամանակ մենք այդ արքայության մեջ չէինք, այդ արքայության մեջ հիմա Քրիստոսով ենք։ Աստծո արքայության մեջ ենք մենք, հավատալով Քրիստոսին, մենք մտնում ենք Աստծո արքայության մեջ եւ դառնում ենք այդ արքայության մասնիկը։ Եվ այդ արքայության մեջ կա արքա, որ ունի հարաբերություն իր արքայության ժողովրդի հետ, իր զավակների հետ։ Ամեն, եւ այդ արքայի անունն է Հիսուս Քրիստոս։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Նույնպես մենք ունենք պատիվ այսօր Քրիստոսի հարության միջոցով
ունենալ Սուրբ Հոգին մեր մեջ։ Որովհետև եթե Քրիստոսը հարություն չառներ, մենք չենք լինի փրկված, մենք դեռ կմնայինք մենք մեր մեղքերի մեջ։ Եվ եթե մեր մեղքերի մեջ մենք չենք ունենա կյանքի հոգին մեր մեջ, Սուրբ Հոգին մեր մեջ։ Դրանից հետո Աստված տվեց իր հոգին։ Եվ Պողոսը գրում է առաջի Կորինթացի 3:16-ում, չգիտեք որ դուք Սուրբ Հոգու տաճար եք եւ Աստծո հոգին բնակվում է ձեր մեջ։ Աստծո հոգին բնակվում է մեր մեջ եւ մենք ամեն մեկս Սուրբ Հոգու տաճար ենք։ Եվ այդ ամենը կատարվեց Քրիստոսի մահի ու հարության միջոցով։ Պատկերացնում եք Սուրբ Հոգու տաճար լինել։ Գիտեք Աստծուն կրել, Աստծուն կրող մարդ, որ կրում է Աստծո ամենազորեղ Աստծո, ամենամեծ Աստծուն կրում է իր մեջ։ Մենք հավատում ենք Հորը, Որդուն եւ մենք չենք հավատում երեք Աստվածների։ Մենք հավատում ենք մեկ Աստծո, որը երրորդությունը։ Եվ Աստված երրորդ անձը Սուրբ Հոգին բնակվում է մեր մեջ։ Եվ Սուրբ Հոգին ամբողջական Աստծո հոգին է, Աստվածը, կենթանի Աստվածը, որ այսօր ապրում է իմ ու քո մեջ։ Ամեն։ Եվ դա հրաշք է։ Մենք չենք կարող պատկերացնել այդ մեծ Աստված, այդ զորեղ Աստված, ինչպես կարող է ամենափոքր արարածի, ստեղծվածի մեջ բնակվի։ Մեծը փոքրի մեջ։ Ես չեմ կարող ընկալել դա։ Ես հավատում եմ։ Ես չեմ կարող պատկերացնել դա։ Ես հավատքով ընդունում եմ։ Ամեն։ Դրա համար Աստծո Սուրբ Հոգու տաճարներ ենք հանդիսանում այսօր ես եւ դու։ Նա մահացավ, հարություն առավ, որ իր հոգին լինի մեր մեջ։ Որ իր հոգին լցված լինենք մենք ամեն մեկս իր հոգով եւ առաջնորդվենք իր հոգով, որտեղ մի ժամանակ մենք իր հոգով չէինք առաջնորդվում, բայց իր զավակները առաջնորդվում են Սուրբ Հոգով, որտեղ գրված է, որովհետեւ նրանք, որոնք Աստծունն են, Աստծո հոգովն էլ առաջնորդվում են։ Ամեն։ Փառք Աստծուն այդ պատվի համար, որ Աստված ինձ ու քեզ տվել է ու արժանացրել է։ Գիտեք, դրանից հետո Քրիստոսի հարությունից հետո մենք տեսնում ենք, որ Աստված բարոյականության խոսքը ուղարկեց ինձ ու քեզ համար մեր սրտերի մեջ։ Խոսք, որը որ բարոյական պատվիրաններն է։ Աստծո խոսքը ամբողջության պատվիրաններ է։ Եվ առանց Աստծո խոսքի չկա այս աշխարհի վրա բարոյական սկզբունքներ, որովհետև Աստծո խոսքն է, որ ասում է ինչն է մեղք, ինչը չի մեղք։ Եվ եթե մենք չունենայինք Հիսուսին, մենք չէինք էլ ունենա իր խոսքը։ Աստծո խոսքը այսօր եկավ մեր կյանքերի մեջ, երբ որ մենք նրան ընդունեցինք, նրա հարության զորությունը։ Եվ նրա խոսքը ապրելով իմ ու քո մեջ պահում է մեզ այս աշխարհի սկզբունքներից, այս աշխարհի խավարից, այս աշխարհի մեղքից։ Խոսքն է, որ սերմը Աստծո, որ մնալով մեր մեջ, մենք կարողանում ենք այս աշխարհի պղծությունից հեռու մնալ։ Ամեն։ Այնպես որ Աստված ուղարկեց իր խոսքը մեր սրտերի մեջ։ Ինչ կատարվեց նույնպես հարությունից հետո մեր կյանքում։ Մեզանով արդեն, երբ որ մենք Քրիստոսինն ենք, մեզանով բարձրանում է նոր սերունդ Աստծո ժողովուրդ։ Մեզանով, այ հենց քեզանով։ Որովհետև դու դառնալով խավարից դեպի լույս, դու կրում ես լույսը եւ նույնպես կրելով լույսը հանդիսանում ես մեկ, որ տարածում ես լույսը։ Ունենալով Աստծո արքայությունը քո մեջ, պատկանալով այդ արքայության մի մասնիկը, լինելով այդ արքայության մի մասնիկը, դու տարածում ես այդ արքայությունը։ Ամեն, ամբողջ աշխարհի մեջ։ Ինչպես Հիսուսն ասեց, գնացեք հարությունից հետո իր աշակերտներին, ամբողջ աշխարհով ավետարանը քարոզեք ամեն արարածի, որով հավատացումը կրտվեց կփրկվի, ով էլ չէ կդատապարտվի։ Եվ ովքեր որ հավատացին, գնացին ամբողջ աշխարհով մեկ եւ սկսեցին քարոզել ավետարան։ Եվ այդ ավետարանի քարոզությունը չի դադարել մինչև այսօր եւ չի դադարի մինչև Հիսուս Քրիստոսի վերադարձը։ Այնպես որ քեզանով նոր Աստծո սերունդը ծնունդ առնում քո միջոցով, երբ որ քարոզվում ավետարանը, մարդիկ հավատալով դառնում են ու փրկվում են եւ դառնում են նոր սերունդ Քրիստոսի մեջ։ Ամեն, ինչա կատարվում նույնպես։ Մենք նոր երկինքի ու երկրի քաղաքացիներ ենք։ Նոր երկնքի մեր անունները գրված է կյանքի գրքում, ինչպես Աստծո խոսքն ասում։ Եվ մենք պատկանում ենք ոչ թե այս երկրի միայն, մենք ունենք ամեն մեկս փաստաթուղթ, որ մենք պատկանում ենք այս քաղաքին, այս երկրին,
բայց մենք ունենք նույնպես Աստծո խոսքի համաձայն փաստաթուղթ, որը երկնքում է, որ գրված է մեր անունները կյանքի գրքում, եւ մենք պատկանում ենք երկնքի քաղաքացիությանը, մենք պատկանում ենք երկնքին, եւ ահա ինչ կատարվեց Քրիստոսի հարությունից մեր կյանքի մեջ։ Ամեն։ Եփեսացի 2-րդ գլուխ 6-րդ խոսք։ Եվ նրա հետ 5-ից կարդամ։ Երբ որ մեռած էինք հանցանքներում, մեզ կենթանի արավ Քրիստոսի հետ։ Շնորհքով ենք փրկված։ Նրա հետ մեզ հարություն տվեց։ Նրա հետ, այսինքն նրա հարության հետ մենք էլ հարություն առանք։ Եվ նրա հետ երկնավորներում նստեցրեց Քրիստոս Հիսուսում։ Նստացրեց նրա հետ երկնավորներում։ Մենք պատկանում ենք երկնքին։ Մենք պատկանում ենք եւ երկնքի քաղաքացիներ ենք։ Մենք Քրիստոսի մեջ երկնավորներում նստած ենք Քրիստոսի հետ։ Ամեն։ Հալելույա։ Եվ այնքան կարևոր է, որ մենք հասկանանք Քրիստոսի հարությունը։ Քրիստոսի հարությունը, որը որ այս աշխարհը փոխել է տոնի հետ։ Տոն միայն կերակուրային տոն։ Տոն, որը որ իրանց համար հոգևոր այնքան էլ բան չի ասում։ Մենք պետք է հասկանանք, որ Քրիստոսի հարության տոնը ինչ արեց մեզ համար։ Եվ երբ որ մենք այսօր տեսնում ենք մարդկանց, ու ասում ենք Քրիստոս հարավի մեռելոց, ես քեզ ասում եմ, բացատրի մարդկանց, թե Քրիստոսնով է ու ինչ արեց։ Որովհետև մարդիկ չգիտեն, մարդկանց համար զատիկը ձուն երկել, թարխունով, ուտել, ձուկ եփել, տարբեր ձևերի, չամիչով փլավ, արդեն չրերով, չամիչով, եւ այլն։ Եվ ամեն մեկի մեջ խորհուրդ են դրել։ Խորհուրդ, սա է նշանակում, նա է նշանակում, բայց երբեք չեն մտածի, որ իրանք պատկանում են երկնքի քաղաքացիությանը։ Երբեք չեն մտածի, որ իրանց համար Քրիստոսի արյունով մեղքերի գինը վճարվել։ Նրա վերքերով բժշկություն կա, որովհետև չեն հավատում։ Իրանց համար այսինքն տոն է պետք, առիթ է պետք խմելու, առիթ է պետք նոր բան անելու, բայց ոչ Քրիստոսի հետևից գնալու։ Գիտեք, Քրիստոսի հարությունը կատարված փաստ է։ Քրիստոսի մահն ու հարությունը կատարված փաստ է։ Եվ գիտեք, մարդկանց մոտ գնալով այդ փաստը սատանան փակում է, ստվեր է գցում եւ բերում է հասցնում կերակուրային մակարդակի, որպեսզի հոգեվոր իմաստը չբացվի։ Բայց ընդհանրապես կերակուրը, ես դեմ չեմ կերակուրին, ինչ ուզում եք կերեք, բայց հոգեվոր խորհուրդն է, որ հաղթեց ամբողջ խավարի զորությանը։ Այն ինչ որ կատարվեց, ով հավատաց, նա ունենում է իր կյանքի մեջ։ Այ հարցը դրանում է, թե միթե ձուն ինչ գույնով ներկվի, ժամանակին հեթանոսության մեջ լիքը տարբեր գույներով է ներկվե, այո, եւ եղել է այդ ամենը։ Հեթանոսությունից է եկել այդ ամենը։ Հետո քրիստոնեության մեջ ասեցին միայն կարմիրով։ Այսինքն կոմպրոմիսի, դե ձուն թող մնա, դե մի ժողովուրդը սիրում է ձու ուտել։ Թող մնա, բայց կարմիրով, որտեվ Քրիստոսի արյան խորհուրդն է ձուն։ Եվ այլ փիլիսոփայություն, ես չգիտեմ։ Դե լավ է, գոնե ձուն վերցրու, մարդկանց ձու են ուտում, վերցրու, ասա տեսնում ես կարմիր գույնը Քրիստոսի արյունն է թափը, եւ վերցրու ավետարան քարոզի։ Ինչպես Պողոս Առաքյալը, ինչ որ մի կուրկ անծանոթ Աստծո անունով կանգնեց այդտեղ, անծանոթ Աստծո անունը վերցրեց ու ասեց օգտագործեց Քրիստոս քարոզեց։ Ամեն։ Կարևոր է Քրիստոսի հարության տոնը բոլորն են ասում Քրիստոս հարյավի մեռելոց, այո եւ ամեն, օրտել է նրա հարությունը։ Սա այն առիթն է, որ մենք կարող ենք մարդկանց պատմել հարության մասին եւ ինչ ունենք մենք հարության միջոցով։ Քրիստոսի մահով եւ հարությունով։ Ամեն։ Այնպես որ քարոզի մարդկանց նույնպես այս առիթը բաց մի թող։ Մենք տոնում ենք ազգովի այս տոնը։ Ինչի՞ չօգտագործենք հարություն բառը, Քրիստոս անունը, հարության զորությունը եւ քարոզենք կենթանի Աստծուն, որ մարդիկ դառնան եւ ունենան փրկություն։ Այնպես որ քարոզի ավետարանը խոսահարության մասին եւ ներկայացրու մարդկանց Աստծո սիրո մասին, որ Աստված այնպես սիրեց, որ իր կյանքը տվեց,
իր միածնին տվեց, որ ամեն նրան հավատացող չկորչի, այլ ունենա հավիտյան կյանք։ Գիտեք, մենք այստեղ տեսնում ենք, որ կա հաղորդություն։ Այո, մենք տեսնում ենք, որ զատկից, այսինքն խաչելությունից առաջ Քրիստոս իր աշակերտների հետ հաղորդություն ընդունեց։ Ասեց առեք, կերեք, հիշում եք զատիկի տոնին պատրաստվում էր։ Հիսուսը եւ աշակերտներին ուղարկեցին, որպեսի զատիկի տոնը պատրաստեն։ Եվ մենք տեսնում ենք պատրաստեցին եւ Հիսուսը նստեց եւ ասեց առեք, կերեք, սա իմ մարմինն է, որ կոտրվում է մարդկանց մեղքերի համար, չէ՞։ Սա իմ արյունն է, հետո ասեց օրտնեց ու ասեց խմեք, սա իմ արյունն է, որ թափվում է մարդկության մեղքի համար։ Սա արեք իմ հիշատակի համար։ Եվ սա նոր ուխտն է իմ արյունով, Հիսուսն ասաց։ Նոր ուխտն է իմ արյունով։ Բայց այսօր ես հաղորդության այն մասին եմ ուզում ձեր հետ կիսվել, խոսել ու մոտենանք հաղորդությանը, որը կատարվեց ու Հիսուսն արեց հարությունից հետո։ Գիտեք, դա միասին եկեք նայենք Ղուկասի ավետարան 24-րդ գլխի մեջ 13-րդ խոսքից գրված է. Եվ ահա նրանցից երկուսը միևնույն օրը մի գյուղ էին գնում։ Սա Հիսուսի հարությունից հետո է։ Հիսուսի հարությունից հետո իր աշակերտները ինչ որ տեղ էին գնում։ Հիսուսը հարություն էր առել։ Ես ժամանակ առ ժամանակ երևում էր իր աշակերտներին, որ 60 ասպարեզ Երուսաղեմից հեռու էր, անունը Էմաուս։ Եվ նրանք իրար հետ խոսում էին այն բոլոր անցած բաների համար։ Եվ եղավ, որ նրանք խոսելիս, վիճաբանելիս, տեսնում եք, վիճում էին առաքյալները, երկու աշակերտներ։ Հենց ինքը Հիսուսը մոտեցավ եւ գնում էր նրանց հետ։ Պատկերացնում եք այդ վիճաբանության ընթացքում իր աշակերտների։ Հիսուսը մոտեցավ եւ սկսեց քայլել իր աշակերտների հետ։ Բայց նրանց աչքերը բռնված էին, որ չճանաչեն նրան։ Եվ նրանց ասեց. «Արտիշ բաներ են, որ դրանց համար իրար հետ վիճում եք գնալիս։ Տրտմած եք»։ Եվ պատասխանեց նրանցից մեկը, անունը Կղեոպաս, եւ ասեց նրան. «Դու ես միայն բնակվում Երուսաղեմում, որ չիմացար այն բաները, որ այս օրերը եղան նրանում»։ Եվ նա ասեց նրանց. «Որ բաները»։ Եվ նրանք ասեցին. «Հիսուս Նազովրեցու մասին, որ մի մարգարե մարդ էր»։ Գիտեք, իր հետևորդներից մենք տեսնում ենք, հետևորդներից Կղեոսը, մենք գիտենք 12 չուներ, ինքը ուներ շատ ժողովուրդ։ Եվ բոլորը աշակերտներ էին, եւ բոլորին էլ երբ որ Սուրբ Հոգին եկավ, շատը 120 էին հավաքված։ Հարության ժամանակ մենք համբարձման ժամանակ շատ ժողովուրդ կար, երբ որ տեսավ համբարձումը։ Եվ երբ որ ասում էր գնալ ամբողջ ավետարանը, միայն 12-ին չէր ասում, ինքը ամեն իրան հետևորդի էր ասում։ Եվ այստեղ ասում մի մարգարե մարդ էր, այնքան էլ բացված չէր Քրիստոսնովա։ Թե ինչպես մեր քահանապետերը, իշխանները մահի դատաստանին մատնեցին նրան, խաչեցին նրան, իսկ մենք հույս ունենք, թե նա է, որ Իսրայելը փրկելու։ Ասում ենք էլ հույս ունենք, որ ինքն է եկել։ Բեկալին վերցրեցին, խաչեցին, մենք էլ հույս ունենք, որ ինքը եկել է, որ Իսրայել փրկեն, էլ վերցրեցին, խաչեցին։ Բայց մի քանի կանայք էլ մեր միջից գերեզմանի զարմեցրին մեզ եւ առավոտանց կանող գնացին գերեզմանը եւ նրա մարմինը չգտած եկան եւ ասեցին. «Դե հրեշտակների տեսիլք են տեսել, որ ասում էին, թե նա կենդանի է»։ Հիշում եք հարության ժամանակ։ Հաջորդ օրը Կիրակի առավոտյան գնացին։ Մարիամը գնաց եւ ինչ էր ասում։ Երկու կանայք գնացին եւ ճանապարհին հրեշտակները ասեցին. «Ինչի է կենդանին մեռելների մեջ մանգալի, նա հարություն առե»։ Եվ մեզանից ոման գնացին գերեզման, իսկ այդպես էլ եւ իսկ այնպես գտան, ինչպես կանայք ասեցին, բայց նրան չտեսան։ Եվ նա ասեց նրանց. «Ով անմիտներ, թուլասիրտներ, հավատալու այն բոլոր բաներին, որ մարգարեները խոսեցին, չէ՞ որ պետք էր, որ Քրիստոս այս չարչարանքները քաշեր եւ իր փառքը մտներ»։ Պատկերացնում եք, այդքանից հետո Հիսուսը սկսում ասում է, հանդիմանում է, բայց միևնույն է, հələ նրանց աչքերը փակա չեն հասկանում ով է խոսում իրենց հետ։ Ասում չէ՞ որ մարգարեները անգամ մարգարեացել էին այդ ամենի մասին, որ պետք է այդ ամենը կատարվեր եւ հարություն առներ Քրիստոսը։ Պետք է կատարվեր, ինչի համար չեք հավատում։ Ու հանդիմանում է այդ ամենի համար։ Ասում է գրքի գրվածը պիտի կատարվեր։ Մոտեցան այն գյուղին, ուր գնում էին։
Եվ նա այնպես էլ ցույց տալիս, թե ավելի հեռու տեղ է գնում։ Եվ նրանք բռնադատեցին նրան եւ ասեցին մրա մեզ հետ, որովհետեւ իրիկվա դեմը եւ օրը իջել է եւ նա մտավ, որ նրանց հետ մնա։ Գիտեք մի բան էլ ասեմ, ստեղ ուղակի կողքից էլի։ Եղիր մարդ, որ կլինես հյուրասեր։ Նրանք Հիսուսը գնում էր։ Չէր մտնելու, եթե չբռնադատեին։ Մնա մեզ հետ, իրիկվա դեմը։ Բայց նրանք ընդունեցին Հիսուսին։ Նրանք ընդունեցին Հիսուսին։ Եվ եղավ, երբ որ նա նրանց հետ սեղան նստեց, ահա, հաց առավոտնեց, կտրեց տվեց նրանց, եւ նրանց աշկերը բացվեցին, եւ նրան ճանաչեցին, եւ նա աներևույթ եղավ նրանցից։ Հաց առավ, օրտնեց, կտրեց, տվեց, եւ նրանց աշկերը բացվեցին։ Գիտեք, այսօր ես տեսնում եմ, քրիստոնեության մեջ կան մարդիկ, ովքեր մի ինչ-որ մի չափանիշի հասել են Քրիստոսի ճանաչելության մեջ եւ կանգ են առել։ Դե մի մարգարե է, կանգ են առել ու չեն աճում էլ ավելին։ Բայց գիտեք, մեր աշկերը բացվել է պետք։ Ճանաչենք Քրիստոսի ավելին, որտեվ Աստված ավելի շատ է ուզում ինձ ու քեզ, որ մենք ճանաչենք իրեն։ Ու գիտեք, այսօր ես եւ դու մոտենալով հաղորդությանը նախ եւ առաջ մենք պետք է հասկանանք, որ սա ուղղակի ինտրիգ չի, սա ուղղակի այլ Քրիստոսի արյան եւ մարմնին մոտենալը։ Հասկանալ, թե ինչ արեց Քրիստոսը խաչի վրա մեզ համար, հարություն առնելով ինչ ունեցանք ես եւ դու։ Ինչ գին է վճարվել մեզ համար եւ ինչ ունենք ես եւ դու։ Գիտեք, նրա հարությունով մեզ իշխանություն տրվեց։ Գիտեք ինչ իշխանություն։ Այն իշխանությունը, որ Քրիստոսն ուներ, տվեց ինձ ու քեզ։ Այն իշխանությունը, որ Քրիստոսի մեջ էր, այսօր ունեն իրեն հավատացող ժողովուրդը։ Գիտեք իշխանության խորհուրդը, որ մենք իշխանություն ունենք ոչ թե մեկս մյուսի վրա, այլ իշխանություն ունենք խավարի զորության վրա, սատանայի զորության վրա։ Եվ նույնպես ես ուզում եմ ասել, Քրիստոսը խաչի վրա ներեց մեզ։ Ով է հավատում այդ ամենին։ Դա նշանակում է իշխանություն ներելու։ Ունենք այսօր ես եւ դու։ Եթե մենք այսօր մարդկանց դեռ չենք ներել, ուղղակի իշխանությունը կիրառի։ Դու իշխանություն ունես ներելու մարդկանց։ Խաչի վրա ավազակներ կային Հիսուսի հետ։ Եվ Հիսուսը ներեց։ Անկամ խաչի վրա ավազակին ներեց։ Ու այնքան կարևոր է ես եւ դու գիտակցենք մի շատ կարևոր նույնպես մի բան, որ ներել Քրիստոսով է։ Ներել Քրիստոսի հարության զորության միջոցով է։ Եթե մենք Քրիստոսի հարության զորությունը չենք ճանաչում, դա շատ անգամ անհնարին բան է դառնում, որովհետև մենք այդ զորության մեջ չենք, բայց նրա հարության զորությունով մենք ունենք այդ իշխանությունը ներելու։ Ուզում եմ Հովհաննեսի ավետարան 20-րդ գլուխ 23-րդ խոսքը տեսնենք, որոնց մեղքը որ թողեք թողված կլինի նրանց, որոնց որ պահեք պահված կլինի, որոնց մեղքը թողեք։ Գիտեք, այնպես չի, որ մենք ենք բացում երկինք գնալու ճանապարհը, Քրիստոսն է բացել։ Եվ ով հավատա Քրիստոսին, նա է փրկվում։ Բայց որոնց որ մեղք ներեք, սա նշանակում է իշխանություն ներելու մարդկանց։ Իշխանություն թողելու մարդկանց մեղքերը։ Այո, միգուցե քեզ քո հանդեպ անարդար են վարվել։ Ես չեմ արդարացնում այդ արարքը, բայց ես ուզում եմ ասել դու իշխանություն ունես Քրիստոսի նման վարվելու։ Որովհետև նրանք, որ ընդունեցին, Աստծո որդիներ կոչվեցին։ Քրիստոսը ինչպես որդի օրինակ ցույց տվեց, Աստծո որդիները ինչպես պիտի վարվեն։ Աստծո որդիները վարվում են Քրիստոսի նման, որտեղ Քրիստոսն ինչպես որդի ցույց տվեց, ինչպես պետք է վարվել։ Այնպես որ ես եւ դու իշխանություն ունենք ներելու, Քրիստոսի նման ներելու։ Երբ որ ասեց Քրիստոսը ես ներում եմ ձեզ, չասեց ներում եմ, բայց ինձանից հեռու մանեք։ Շատ անգամ մարդկությունը գիտի, որ պետք է ների, հա ներում եմ, բայց հեռու։
Քրիստոսը չասեց հեռու, ասեց ներում եմ եւ եկավ իմ ու քո մոտ եւ հարաբերություն կառուցեց։ Հարաբերություն։ Գիտեք, Աստծո ժողովուրդը պետք է ունենա իրար հետ լավ հարաբերություն, ինչպես քուր եղբայր։ Աստծո ժողովուրդը պետք է ունենա Քրիստոսի սիրտը իր ներսում։ Ընդունելով հարության զորությունը մեր կյանքի մեջ, մենք ընդունում ենք Քրիստոսի զորությունը մեր կյանքի մեջ։ Ամեն։ Ուզում եմ ասել, համոզված եմ, որ կան մարդիկ, ովքեր իրանց սրտի մեջ վերքեր ունեն, հարվածներ ունեն։ Բայց ուզում եմ ասել, որ Քրիստոսը նույնպես խոցեր կրեց խաչի վրա, վերքեր կրեց խաչի վրա, որպեսզի այդ խոցերով մենք բժշկվենք։ Բժշկված լինի ոչ թե միայն ֆիզիկական հիվանդություններ, այլ բժշկված լինի նույնպես մեր սրտի խոցերը, հարվածները, որ մենք մեր սրտի ու մեր ներսում ունեցել ենք։ Գիտեք, այսօր այս ամբողջ աշխարհը մի հիվանդությունով է տառապում, չեմ ասում բոլորը, բայց հիվանդությունների գերակշիռ մասը, ասում է, դարի հիվանդություն, որը կոչվում է դեպրեսիա։ Ընկճախտ։ Դա ներսի հարված է։ Հարված, որ մարդու սիրտը հարվածված է, հարվածի տակ է։ Եվ մարդը կարիք ունի սրտի բժշկության։ Բայց ես ուզում եմ ասել, մենք պետք է գիտակցենք, որ Քրիստոսի մեջ վերականգնում կա։ Գիտակցենք, որ նրա հարության զորության մեջ վերականգնում կա։ Երբ որ դու կարողանում ես իրականում բաց թողել այն հարվածները, որ քեզ հարվածել են, բաց թողել, եւ այդ ժամանակ դու կարող ես ընդունել, որտեղ քանի դեռ դու բռնած ես այդ հարվածը քո ներսում, դու չես կարողանում ընդունել բժշկությունը։ Բաց ես թողում, որ կարողանաս ընդունել։ Ընդունելություն բժշկության զորությունը։ Նայենք ամեն մեկս մեր սրտի մեջ։ Ինչ եմ ասում, Տիրոջ հետ նայենք։ Միշտ մենք մեզ վրա կենտրոնացած մարդիկ ենք եղել, միգուցե շատերս, կամ ինչ որ ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք մեզ, մեր սիրտը, ու գիտեք ինչ ենք տեսնում, ինչ ենք ասում, բա դու սրան է իր արժանի, որովհետև դա մեզ ենք տեսնում։ Քրիստոսը դրան էր արժանի։ Արժանի չէր, չէ խաչվելու, բայց նա կենտրոնացած չէր իր վրա։ Ու մենք շատ անգամ դուրս չեն գալիս մեր դժվար իրավիճակներից ներսի, որովհետև կենտրոնացած ենք մեզ վրա։ Ասում ենք, տեսար քեզ ինչ արեցին։ Բայց եթե նայես Քրիստոսին, ոչ թե քեզ, դու կտեսնես, որ նա արժանի չէր, բայց նա կրեց մեզ համար։ Մի կենտրոնացի քեզ վրա, հարվածել են, Քրիստոսին են հարվածել, բայց մեզ համար են հարվածել։ Ուզում եմ ասել, հենց ինձ համար Քրիստոսը հարվածել է, հարվածներ է կրել։ Եվ եթե մենք ուշադիր լինենք, կտեսնես, որ քո մեղքը Հիսուսին հարվածեց։ Ու ամեն մեկս եղանք հարվածող։ Ու երբ որ դու նայում ես Քրիստոսին, դու տեսնում ես, որ դու հարվածեցիր Քրիստոսին։ Էլ դու չես երևում որպես ասենք դատական բանով ասեմ, տուժող։ Դու տուժող չես։ Բայց քանի դեռ մենք չենք տեսնում Քրիստոսին, մենք տուժողի վիճակի մեջ ենք։ Օ, բա դու դրան էիր արժանի։ Հələ տես քեզ ինչ արեցին։ Տուժողի կարգավիճակ։ Բայց երբ որ նայում ես խաչին, տեսնում ես տուժողը Քրիստոսն է։ Բայց տուժող ոչ թե պարտված, այլ իր հարությունով հաղթող։ Նա մեր համար մեր պատիժը վերցրեց։ Նայ Քրիստոսին եւ ընդունի հրաշքը քո կյանքի մեջ։ Դիր մի կողմ մարդկային ամեն մի հպարտություն։ Չեմ ասում հպարտություն, այո, մարդկային հպարտությունը կործանում է մարդուն։ Միգուցե այստեղ մարդիկ կան, որ ինքը իր մեջ վճռել է։ Ես ամեն բան կարամ տանեմ, բայց ես բանը այդ բանը քեզ կարա հեռացնի Աստծուց։ Հպարտությունը դիր մի կողմ։ Երբ որ դու նայում ես խաչին, դու կտեսնես, որ Քրիստոսը տարավ քեզ։
քո համար։ Եթե մեկը կարար կյանքը չդներ, այդ մենակ Հիսուսն էր։ Բայց ինքը դրեց իր կյանքը։ Նա հարություն առնելով հաղթեց։ Ու մեզ կանչում է ուղղակի դեպի իրան։ Ես հավատում եմ, որ այստեղ Տիրոջ հոգին շարժվում է։ Հավատում եմ, որ այստեղ Տիրոջ հոգին շարժվելով չերևացած վերքեր է բժշկում։ Բայց նախ եւ առաջ մեր շնչի ու մեր մտքի ոլորտի մեջ պետք է գա նույնպես բժշկություն։ Որտեւ Քրիստոսի հարությունով մենք նոր արարած ենք։ Եվ խոսքն ասում է նորոգվեցեք ձեր մտքի նորոգությունով, որ քննեք, որ նա Տիրոջ կամքը, որը բարին, հաճելին ու կատարյալն է։ Մեր միտքը նույնպես պիտի բժշկվի։ Շատ անգամ մենք ընդունում ենք սրտով, որ դա հա ճիշտ է, այդպես պիտի լինի, բայց մեր միտքը, որը հպարտ է, մերժում է այն, ինչ որ Հիսուսն անում է։ Մերժում է ասելով, որ միևնույնն է, հիմա չէ, լավ, հետո, բայց ես բռնված եմ այդ վիճակից։ Իմ մտքի տիրույթի մեջ ես պետք է ազատ լինեմ։ Ճանաչենք ճշմարտությունը եւ ճշմարտությունը կազատի մեզ։ Կազատի անգամ մեր մտքերը։ Այն մտքերը, որ մեզ պահում է չներման մեջ։ Այն մտքերը, որ մեզ տանում է դեպի կործանում։ Ու դու մտածում ես, բա ո՞նց կլինի։ Ոնց եղավ Հիսուսի հետ, տենց էլ կլինի մեզ հետ։ Խաչվում ես հիմա։ Հարության զորությունն է գալիս դրանից հետո։ Խաչվելը ծանր է, չէ՞։ Հիմա մեր սրտերի մեջ շատ անգամ ծանր բան պիտի կատարվի։ Որ հարության զորությունն էլ գա։ Հիսուսն ասեց, եթե մեկը կամենում է իմ ետևից գա, ուրանա իր անձը վերցնի իր խաչը։ Այո, խաչը ցավոտ տեղ է։ Անձը դնելու տեղ է, բայց ազատության վայրն է տեղ։ Եվ հարության զորությունը գալիս է խաչված մարդկանց վրա, որտեղ խաչվելուց հետո մահն է կատարվում։ Ու մենք մեռնում ենք մեղքի համար։ Մենք մեռնում ենք մեր ցանկությունների համար, որ ապրենք նրա ցանկությունը կատարելու համար։ Մեր ցանկությունը մահվան խորհուրդները, բայց հպարտ ենք մենք։ Շատ հպարտ։ Եթե մեկը ասում է ինձ տենց ձեռը տալի, դա իր որոշումն է։ Դրա անունը մահը եւ դրա անունը Քրիստոսին մերժելը։ Իսկ խոնարհության անունը կյանքը եւ Քրիստոսին ընդունելը։ Բայց մենք որոշել ենք մերժենք մահը, որ ընդունենք կյանքը։ Մենք մերժել ենք մեզ, որ ունենանք նրան, որ մեզ համար խաչվեց ու հարություն առավ։ Այո, պետք է մերժենք ինքներս մեզ, որովհետև ուրանալ անձը դա մերժել ինքդ քեզ։ Նա մերժվեց խաչի վրա, մերժված եղավ, որ դու մերժված չլնես, բայց քո հին մարդուն մերժիր, հին ցանկությունների հետ մերժիր, որ Տիրոջ կամքը բարձրանա քո կյանքի մեջ, կատարվի քո կյանքի մեջ։ Եվ եթե մտածում ես ներելը ուրիշին է պետք, սխալվում ես, ներելը քեզ է պետք։ Դու ներում ես ու քեզ ներվում է։ Դու ներում ես ու դու ազատ ես լինում։ Չնայած նրան, որ դու ներելով ազատում ես ուրիշին, նույնպես ազատ ես լինում։ Նույնպես բժշկվում է քո սիրտը։ Չէ՞ որ խոցերով մանգալը շատ ծանր բան է։ Ու եթե խոցը երկար է մնում, դա կարա մահվան պատճառ դառնա։ Դրա համար ինչքան շուտ բժշկություն գա քո խոցերին, քո վերքերին, այնքան շուտ կգա կյանքը քո մեջ։ Արյունը ծորալով մանգալ, առնակամ լինելով մանգալ, թե բժշկված ու ազատ մանգալ։ Դրանք տարբեր բաներ են։ Ներել դա նշանակում է բուժել վերքերը, քո սրտի վերքերը, թույլ տալ Տիրոջ բժշկարար զորությունը քո սիրտը բժշկի։ Ես ասեմ մի բան, ներում են ոչ թե անծանոթներին, ներում են մտերիմներին, որովհետև հարվածը մտերիմներից է գալի,
Անծանոթներից չի գալիս։ Երբ որ դու չես սпасել ուտեղից եկել է։ Մեծ եկեք Քրիստոսի նման վարվենք, չէ՞ որ մենք Քրիստոսի ժողովուրդն ենք կոչվում։ Քրիստոսի ժողովուրդ կոչվել դա նշանակում է վարվել Քրիստոսի նման։ Ոչ թե անունով կրել քրիստոնյա, զատիկն էլ անել, ձունել ուտել, ու ասել ես արդեն քրիստոնյա եմ, վերջ, բայց Քրիստոսի հակառակ կերպ ապրել։ Ոչ։ Քրիստոնյա նշանակում է Քրիստոսի կերպ ապրել։